Այս պահին ժամը լրատվականը գտնվում է 4-7 ընտրատեղամասում, այս ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն է Լաուրա Մարտիրոսյանը, տեսնենք թե ինչպես է ընթանում սահմանադրական հանրաքվեն այս ընտրատեղամասում, այդ մասին ավելի մանրամասն կպատմի Լաուրա Մարտիրոսյանը, խնդրեմ Տիկին Մարտիրոսյան, ներկայացրեք թե ինչպես է ընթանում քվեարկությունը այս ընտրատեղամասում։ Այո, դուք գտնվում եք Ստեփանակերտ համայնքի թիվ 4-7 ընտրատեղամասում, ըստ ընտրացուցակների մեր տեղամասում ընդգրկված են շուրջ 1149 ընտրողներ, այս պահի դրությամբ ընտրությունը ընթանում է նորմալ ըստ կարգի բունով, նախապես ընտրության կարգի համաձայն տեղամասը բավականին պատշաճ ձևով նախապատրաստվել է ընտրություններին, թե տեխնիկական պատրաստվածության եւ թե ընդհանրապես կարգի համաձայն բոլոր ատրիբուտները, այսպես ասած, պահպանելով։ Եվ այս պահին ընտրողները, ինչպես տեսնում եք, հաճախում են, ներկայացել են ընտրողներից բավականին մարդիկ արդեն, հուսով ենք, որ քվեարկությունը կընթանա ակտիվ հունով, հուսով ենք, որ հանրաքվեն, որ կարևորագույն գերակախնդիր է մեր ժողովրդի, մեր երկրի համար, անպայման կկայանա, քանզի համոզված ենք, որ արցախցիները մշտապես գերադասելով իրենց բոլոր թե ներքին, թե արտաքին խնդիրները, առավել քան մեր համար, արցախցիների համար գերակախնդիր է ազգային անվտանգության, պետական անվտանգության, պետականության անվտանգության խնդիրը եւ քաղաքացիները քաղաքացիական պատրաստվածությամբ մեծ ըմբռնումով կարծում եմ մասնակցելու են եւ առաջիկա հենց այս րոպեները կարծում եմ հենց վկայում եւ խոսում են դրա մասին։ Իսկ դիտորդներ կան այստեղ լինելու են։ Ըստ նախնական տվյալների դիտորդներ կան, այո, դեռևս երևի մի քիչ վաղ է, անպայման դիտորդներ կլինեն տեղամասում եւ կլինեն անպայման։ Ակտիվություն նկատվում է, Ակտիվություն նկատվում է, ընդհանրապես բավականին երկար տարիներ տեղամասում մենք աշխատում ենք, արդեն բավականին երկար տարիներ ընտրական ընտրությունների հանձնաժողովի անդամներ եք եւ միշտ էլ մեր տեղամասը աչքի է ընկել ընտրողների մասնակցության ակտիվությամբ, կարծում եմ այսօր առավել քան բոլորս այն գիտակցումով արցախցիները այն գիտակցումով կմոտենան հարցին, որ անպայման հանրաքվեն պետք է կայանա։ Շնորհակալություն Տիկին Մարտիրոսյան, ժամը լրատվականը գտնվում էր 4-7 ընտրատեղամասում, սահմանադրական հանրաքվեի մասին ավելի մանրամասն կպատմենք մեր հետագա թողարկումներում։ Այս ժամին այսքանը։